Գիտեիք, թե Երևանի կենտրոնում տեղադրված այս քարը իրականում ինչ քար է։ Ինձ թվում է չեք էլ պատկերացնի։ Երևանի մանկական այգի անունը կրող այգում տեղադրված այս քարը վերապրել է Ճապոնիայի Հիրոսիմա քաղաքի վրա գծված ատոմային ռումբի պայթյունը։ Վստահ եմ բոլորիդ մոտ էլ հարց առաջացավ, թե ինչի համար են այս ճառագայթված քարը Ճապոնիայից վերցրել, բերել հասցրել Հայաստան։ Ես էլ չգիտեմ, դրա համար այստեղ եմ հրավիրել ճապոնագետ գիտնական Աննա Վարդանյանին, ով կփորձի պատասխանել մեր հարցերին։ Կասեք, թե երբ եւ ինչի համար է քարը բերվել Հայաստան։ Քարը բերվեց Հայաստան ատոմային ռմբակոծության 70-րդ տարելիցին ընդառաջ, այսինքն 2015 թվականին։ Այո, եւ ի նշան այն իրողության, որ աշխարհում լինի խաղաղություն, եւ Հայաստանը եւս միացավ այդ մտքին, 100-ից ավել երկրներում տեղադրված են պատգամը, որպեսզի ամբողջ աշխարհում լինի խաղաղություն եւ այլևս ատոմային ռումբեր չպայթեն երբեք։ Իսկ որ ճառագայթված քարը է այստեղ այսպես դրված է, ես վստահ եմ շատ մարդիկ մտածում են կարան ճառագայթվեն եւ այլն, ինչ կասեք։ Որպես ճապոնագետ չէ, որպես ֆիզիկոսի դուրս կարող եմ փաստել, որ արդեն 80 տարի է անցել եւ բնականաբար ճառագայթման էֆեկտը ավելի ցածր է։ Կարծում եմ, որ նման բան ուղղակի չի կարող լինել։ Ես վստահ եմ, որ այստեղով անցնողներից շատ քչերն են նկատում այս քարը, բայց այսուհետ կարող եք իմանալ, որ սա շատ մեծ պատմական նշանակություն ունեցող քար է եւ ձեզ էլ շնորհակալություն ինֆորմացիայի համար։ Ձեզ նույնպես։